Գիրը առաջացրել է ուսումնասիրություն առաջացրել է մի խումբ փաստաբանների մտահոգությունները, մասնավորապես վերջերս էլ Արա Զորաբյանն էր գրառում արել, ըստ որի ձեր նկատմամբ հնարավոր է քրեական վարույթ հարուցվի, մասնավորապես անտոկոս 0%-ով վարկ ստանալու, քերո անունով շինություն գրանցելու եւ այլն։ Նախ այս մասով դուք ունեք մտահոգություններ, կա արդյոք կոռուպցիոն գործարքների մեջ եք թե ոչ եւ հրավիրվել եք որևիցե կերպ իրավապահ այս կամ այն կառույց։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ ես մտահոգություններ չունեմ, որովհետեւ փաստաբանները այն մտահոգությունները, որը իրենք հայտնել են եւ այն փաստերը, որոնք իրենք հայտարարել են, այդ փաստերը վերցրել են իմ հայտարարագրից, այսինքն դա այնա, ինչ որ ես հայտարարել եմ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել վերջացրել է, ստատուսի մասին տեղյակ չեմ։ Այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, այսինքն այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը, ես ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումները արել, որտեղ ըստ էության երևում են, որ այն ինչ որ ես հայտարարել եմ, դրա ապացույցները եւ եթե որևէ այստեղ խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը բան կստանան։ Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից եւ որովհետեւ ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը չի քրեական հետապնդում հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա, բայց երևի քանի որ այս հարցը հնչել է, երևի լավ կլինի, որտեղ այդ հարցը ինձ շատ են տալիս էլի անտոկոս վարկ ստանալու եւ այլնի հետ կապված կուզենայի Հարգելի գործընկերներ, խնդրում եմ։ Հիմա կասեմ։ Իրական պատմությունը իրականում հետևյալն է, երբ որ 20 թվականին պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք, որ մենք այսպիսի մի տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի այսպես զինվածությունը տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ որոշեցինք այսպիսի բան հիմնադրել եւ իմ ընկերներից մեկը որպես իր մասնակցությունը այդ գործընթացում պարտքով այդ գումարը, այսինքն այդ գումարը ներդրեց այս գործի մեջ, որը ձևակերպեց որպես պարտք եւ որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը եւ այս ամբողջ պատմությունը, հետո իհարկե 21 թվականի օգոստոսին, երբ որ կառավարությունը որոշեց, որ ես պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ես ստանձնեցի այդ պաշտոնը, երբ որ արդեն պարզ էր, որ ես այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, ուղղակի այդ պարտքը եւ այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի եւ այդ ընկերությունը որքանով տեղյակ եմ արդեն այդ ներդրման ամբողջ ծավալը իրականացվել է եւ արդեն գործունեություն է իրականացնում։ Ինչ վերաբերվում է արտոնություն ստանալուն, ապա ճիշտ ասած ես տեղյակ չեմ եղել այդ արտոնության պատմության հետ կապված, այսինքն այդ ընկերությունը սարքավորումներ ներմուծելուց ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, որը սահմանված է նաև մեր կանոնակարգերով, դիմել է ներմուծման արտոնություն
ստանալու էկոնոմիկայի նախարարություն եւ ֆինանսների նախարարությունը այդ process-ում ուղղակի ստուգում է արդյոք թղթերը ճիշտ են ձևակերպված, ճիշտ են լրացված, համապատասխանում է ԱՏԳ կոդերը իրենց սահմանված ձևաչափին եւ ԵԱՏՄ ֆորմատին եւ ստացել է այդ արտոնությունը բազմաթիվ, եթե չեմ սխալվում, 50-ից ավել ընկերություններ ստացել են եւ այստեղ sense ասենք կառավարությունը հայեցողական որոշում կայացնելու հնարավորություններ չունի, որտեղ հստակ սահմանված է թե ինչ ապրանքներ մուծելու համար, ինչ չափով, ինչ արտոնություն կարող են ընկերությունները ստանալ եւ եթե չստանար այդ ընկերությունը այդ արտոնությունը դա խախտում կլիներ այդ կարգերի եւ դուք ինքներդ էլ որ նայեք կտեսնեք թե ինչքան ընկերություններ ինչ բաների համար ստանում են այդ արտոնությունները ուղղակի ուզում ասեմ որ դա որևէ կապ չունի մեկը մյուսի հետ դա առանձին process է որից ըստ էության այսինքն այդ process-ի մեկնարկի վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ ունեցել այդ ժամանակ որտեվ ինքս ներգրաված չեմ այդ ընկերության որևէ գործունեության մեջ Շնորհակալություն պարոն նախարար, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այսօրվա մեր ասուլիսը թեմատիկ է, խոսում ենք պետական պարտքի կառավարման քաղաքականության եւ նոր թողարկված Եվրոպարտատոմսերի մասին, Անջան, խնդրում